Pater noster, qui es in celis, sanctificetur nomen tuum, adveniat regnum tuum, fiat voluntas tua, sicut in cielo et in terra. Panem nostrum quotidianum da nobis hodie, et dimitte nobis debita nostra, sicut et nos dimittimus debitoribus nostris, et nos inducas in tentationem, sed libera nos a malo. Regina Pacis, ora pro nobis. Այն բազմաթիվ չարիքների մեջ, որ COVID-ի համավարակը պատճառեց մարդկությանը, կար առնվազն մեկ դրական ազդեցություն հավատքի տեսանկյունից։ Այն մեզ ստիպեց գիտակցել, թե որքան կարիք ունենք ամենասուրբ հաղորդության, եւ թե ինչպիսի դատարկություն է առաջացնում նրա բացակայությունը։ 2020 թվականի համավարակի ամենածանր շրջանում ես միլիոնավոր այլ կաթոլիկների հետ միասին խորապես տպավորված էի այն երևույթով, թե ինչ էր նշանակում ամեն առավոտ հեռուստատեսությամբ հետևել Սուրբ Պատարագին, որ մատուցում էր Ֆրանցիսկոս Պապը Սանտա Մարտայում։ Որոշ տեղական եւ ազգային եկեղեցիներ որոշել են ընթացիկ տարին նվիրել ամենասուրբ հաղորդությանը վերաբերվող հատուկ քարոզխոսությանը, կաթոլիկ եկեղեցում հաղորդական ցանկալի վերածննդի հասնելու նպատակով։ Սա ինձ թվում է պատշաճ որոշում եւ օրինակելի քայլ, որտեղ թերևս կարելի է անդրադառնալ այնպիսի կողմերի, որոնք միշտ չէ, որ հաշվի են առնվում։ Ուստի որոշեցի փոքրիկ ներդրում ունենալ այս նախագծի մեջ, մեծ պահքի այս խորհրդատությունները նվիրելով հաղորդական խորհրդի վերաիմաստավորմանը։ Ամենասուրբ հաղորդությունը յուրաքանչյուր ծիսական շրջանի կենտրոնում է, թե մեծ պահքի, թե մյուս ժամանակների։ Այն է, ինչը մենք տոնում ենք ամեն օր, ամենօրյա զատիկը։ Դրա ըմբռնման մեջ ցանկացած փոքր առաջընթաց վերածվում է առաջընթացի թե անհատի, թե եկեղեցական համայնքի հոգևոր կյանքում։ Սակայն դժբախտաբար այն նաև ամենախոցելի երևույթն է, քանի որ կրկնողության պատճառով կարող է վերածվել սովորականության եւ ընկալվել որպես ինքնին հասկանալի մի բան։ Սուրբ Հովհաննես Պողոս II Պապը 2003 թվականի ապրիլի եկեղեցին ամենասուրբ հաղորդության մասին շրջաբերականում ասում է, որ քրիստոնյաները պետք է վերահայտնաբերեն եւ միշտ վառ պահեն ամենասուրբ հաղորդության հմայքը։ Ահա հենց սրան են միտված մեր խորհրդածությունները, վերագտնելու ամենասուրբ հաղորդության հմայքը, դրանից ծնվող ապշանքը։ Խոսել ամենասուրբ հաղորդության մասին համավարակի օրերին, իսկ այժմ նաև պատերազմի սարսափները մեր աչքերի առաջ ունենալով, չի նշանակում կտրվել մեզ շրջապատող իրականությունից, այլ հրավեր է նայելու դրան ավելի վերին եւ պակաս անցողիկ տեսանկյունից։ Ամենասուրբ հաղորդությունը պատմության մեջ ներկայությունն է այն իրադարձության, որն ընդմիշտ շրջեց հաղթողների եւ զոհերի դերերը։ Խաչի վրա Քրիստոսը զոհին դարձրեց իրական հաղթող։ Սուրբ Օգոստինոսը այսպես է սահմանում հաղթող, որովհետև զոհ։ Ամենասուրբ հաղորդությունը մեզ ընձեռում է պատմությունը հասկանալու իրական բանալին։ Այն մեզ վստահեցնում է, որ Հիսուսը մեր հետ է ոչ միայն մտովի, այլ իրապես այս մեր աշխարհում, որը թվում է, թե ամեն վայրկյան սահում է մեր ձեռքից։ Նա մեզ կրկնում է. «Քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին»։ Սկսենք մի հարցից. ինչ տեղ է զբաղեցնում ամենասուրբ հաղորդությունը փրկության պատմության մեջ։ Պատասխանն է, այն ոչ թե լոկ մի տեղ է զբաղեցնում,
այլ ընդգրկում է այդ պատմությունն ամբողջությամբ իր մեջ։ Ամենասուրբ հաղորդությունը համատարած ամենուր ներկա է փրկության պատմության հետ, սակայն այն ներկա է 3 տարբեր ձևերով, փրկության 3 տարբեր ժամանակներում կամ փուլերում։ Հին կտակարանում այն ներկա է որպես նախապատկեր, նոր կտակարանում որպես իրադարձություն, իսկ եկեղեցու ժամանակաշրջանում որպես խորհուրդ։ Նախապատկերը կանխազգում եւ նախապատրաստում է իրադարձությունը, իսկ խորհուրդը երկարաձգում եւ այժմեականացնում է այն։ Ինչպես նշեցի, հին կտակարանում ամենասուրբ հաղորդությունը ներկա է որպես նախապատկեր։ Այդ պատկերներից մեկը մանանան էր, մյուսը Մելքիսեդեկի մատուցած զոհընծայումը, մեկ ուրիշը Իսահակի զոհաբերությունը։ Սուրբ Թովմա Աքվինացու կողմից Աստծո մարմնի եւ արյան տոնի համար շարադրված «Գովիր Սիոն Փրկչին» շարականի մեջ երգվում է. պատկերներով նախանշված, հանձինս Իսահակի զոհաբերված, զատկական գառան մեջ մատնանշված, հայրերին որպես մանանա տրված։ Որպես ամենասուրբ հաղորդության նախապատկեր, Սուրբ Թովման հին կտակարանյան այս ծեսերն անվանում է հին օրենքի խորհուրդներ։ Քրիստոսի գալստյամբ եւ նրա մահվան ու հարության խորհրդով ամենասուրբ հաղորդությունն այլևս ներկա չէ որպես նախապատկեր, այլ որպես իրադարձություն, որպես իրականություն։ Մենք այն անվանում ենք իրադարձություն, որովհետև պատմականորեն տեղի ունեցած մի բան է, ժամանակի եւ տարածության մեջ եզակի մի փաստ, որ պատահել է միայն մեկ անգամ եւ անկրկնելի է։ Քրիստոսը միայն մեկ անգամ ժամանակների վախճանին հայտնվեց իր անձի պատարակմամբ ջնջելու համար մեղքը։ Cristo, dice la lettera agli ebrei, una volta sola alla pienezza dei tempi è apparso per annullare il peccato mediante il sacrificio di se stesso. Ի վերջո, եկեղեցու ժամանակաշրջանում ամենասուրբ հաղորդությունը, ինչպես նշեցի, ներկա է որպես խորհուրդ, այսինքն Քրիստոսի կողմից հաստատված հացի եւ գինու նշանների ներքո։ Կարևոր է, որ մենք լավ հասկանանք իրադարձության եւ խորհրդի տարբերությունը, որը գործնականում պատմության եւ ծիսակարգի տարբերությունն է։ Այս հարցում մեզ օգնում է Սուրբ Օգոստինոս հայրապետը։ Մենք, ասում է եկեղեցու Սուրբ Վարդապետը, գիտենք եւ հաստատուն հավատքով հավատում ենք, որ Քրիստոսը մեկ անգամ մեռավ մեր համար, նա արդարը մեղավորներիս համար, նա Տերը ծառաներիս համար։ Մենք անթերի կերպով գիտենք, որ դա տեղի է ունեցել միայն մեկ անգամ, եւ այնուամենայնիվ խորհուրդը պարբերաբար վերանորոգում է այն, կարծես բազմիցս կրկնվեր այն, ինչը որ պատմությունը հռչակում է որպես միայն մեկ անգամ տեղի ունեցած իրողություն։ Այդուհանդերձ իրադարձությունն ու խորհուրդը հակասության մեջ չեն միմյանց հետ, կարծես թե խորհուրդը կեղծ լինի, իսկ միայն իրադարձությունը ճշմարիտ։ Արդարև այն ամենը, ինչ պատմությունը հաստատում է որպես իրականում միայն մեկ անգամ պատահած, խորհուրդը հաճախակի վերանորոգում է դրա տոնակատարությունը հավատացյալների սրտերում։ Պատմությունը բացահայտում է այն, ինչ պատահել է մեկ անգամ եւ ինչպես է պատահել, իսկ ծիսակարգը թույլ չի տալիս, որ անցյալը մոռացվի, ոչ թե այն իմաստով, որ ստիպում է դրան կրկին տեղի ունենալ, ոչ թե գործելով, այլ այն իմաստով, որ տոնում է այն, տոնակատարելով։ Խաչի եզակի զոհաբերության եւ պատարագի միջև գոյություն ունեցող կապի հստակեցումը չափազանց նուրբ հարց է եւ միշտ եղել է կաթոլիկների ու բողոքականների միջև հիմնական տարաձայնությունների կետերից մեկը։
Սուրբ Օգոստինոսը, ինչպես տեսանք, օգտագործում է երկու բայ՝ վերանորոգել եւ տոնակատարել, որոնք միանգամայն ճիշտ են, պայմանով սակայն, որ մեկը հասկացվի մյուսի լույսի ներքո։ Պատարագը վերանորոգում է խաչի իրադարձությունը այն տոնակատարելով, ոչ թե կրկնելով, եւ տոնակատարում է այն վերանորոգելով, ոչ թե լոկ հիշելով։ Այն բառը, որի շուրջ այսօր գոյություն ունի ամենամեծ համամիութենական համաձայնությունը, թերևս ներկայացնել բառն է, որն օգտագործվել է նաև Պողոս 6-րդի կողմից իր հավատքի խորհուրդը կոնդակում, որը պետք է հասկացվի վերստին ներկա դարձնելու խորիմաստ նշանակությամբ։ Այս առումով մենք ասում ենք, որ ամենասուրբ հաղորդությունը ներկայացնում է, վերստին ներկա է դարձնում խաչը։ Ըստ պատմության, հետևաբար, եղել է միայն մեկ ամենասուրբ հաղորդություն, այն, որն իրականացրեց Հիսուսն իր կյանքով եւ մահով։ Ըստ ծիսակարգի, սակայն, այսինքն խորհրդի շնորհիվ, կան այնքան ամենասուրբ հաղորդություններ, որքան տոնակատարվել են եւ տոնակատարվելու են մինչեւ աշխարհի վերջը։ Իրադարձությունն իրականացել է միայն մեկ անգամ, իսկ խորհուրդն իրականանում է ամեն անգամ։ Ամենասուրբ հաղորդության խորհրդի շնորհիվ մենք խորհրդավոր կերպով դառնում ենք այդ իրադարձության ժամանակակիցը։ Իրադարձությունը ներկա է դառնում մեր համար եւ մենք իրադարձության համար։ 40-րդացի մեր այս խորհրդատությունների առարկան կլինի ամենասուրբ հաղորդությունն իր ներկա վիճակի մեջ, այսինքն որպես խորհուրդ։ Հին եկեղեցում գոյություն ուներ հատուկ ուսուցում, որ կոչվում էր միստագոգիկ, այսինքն խորհրդագիտական։ Այն վերապահված էր եպիսկոպոսին եւ մատուցվում էր մկրտությունից հետո եւ ոչ թե առաջ։ Դրա նպատակն էր նորադարձների համար բացահայտել տոնակատարվող ծեսերի իմաստը եւ հավատքի խորհուրդների խորությունը, մկրտություն, դրոշմ կամ օծում եւ մասնավորապես ամենասուրբ հաղորդություն։ Այն, ինչը մենք մտադիր ենք անել, հենց մի փոքրիկ միստագոգիկ խորհրդագիտական ուսուցում է ամենասուրբ հաղորդության մասին։ Հնարավորինս հավատարիմ մնալու համար դրա խորհրդական եւ ծիսական բնույթին մենք սերտորեն կհետևենք պատարագի ընթացքին իր 3 մասերի մեջ՝ խոսքի պաշտամունք, բուն պատարագ եւ հաղորդություն, վերջում ավելացնելով խորհրդածություն պատարագից դուրս կատարվող հաղորդական պաշտամունքի մասին։ Iniziamo dunque con la vostra pazienza la nostra riflessione con la liturgia della parola. Եկեղեցու ամենավաղ շրջանում խոսքի պաշտամունքը զատ էր հաղորդության ծիսակատարումից։ Ինչպես հաղորդում է Գործք առաքելոցը, աշակերտներն ամեն օր միաբան հաճախում էին տաճար։ Այնտեղ նրանք լսում էին Աստվածաշնչի ընթերցումները, մյուս հրեաների հետ միասին սաղմոսներ ու աղոթքներ էին ասում, այսինքն անում էին այն, ինչը որ կատարվում է խոսքի պաշտամունքի ժամանակ։ Այնուհետև նրանք առանձին հավաքվում էին իրենց տներում հացը բեկանելու համար, այսինքն ամենասուրբ հաղորդությունը ծիսակատարելու համար։ Սակայն շատ շուտով այս գործելակերպը անհնարին դարձավ թե հրեական իշխանությունների թշնամական վերաբերմունքի պատճառով, եւ թե այն պատճառով, որ սուրբ գրությունները նրանց համար ստացել էին արդեն նոր իմաստ, ամբողջությամբ ուղղված դեպի Քրիստոսը։ Այսպիսով Սուրբ Գրքի ընթերցումը նույնպես տաճարից ու ժողովարանից տեղափոխվեց քրիստոնեական պաշտամունքի վայրեր, աստիճանաբար ստանալով խոսքի պաշտամունքի ներկայիս կերպարանքը, որը նախորդում է հաղորդության աղոթքին։ Երկրորդ դարում Սուրբ Հուստինոսի կողմից ներկայացված ամենասուրբ հաղորդության ծիսակատարության նկարագրության մեջ խոսքի պաշտամունքը ոչ միայն դրա բաղկացուցիչ մասն է, այլ նաև հին կտակարանի ընթերցումների կողքին արդեն հայտնվել են նրանք,
որոնց Սուրբն անվանում է առաքյալների հիշատակարաններ, այսինքն ավետարաններն ու առաքելական նամակները, գործնականում նոր կտակարանը։ Ծիսակարգի ընթացքում ընթերցվող աստվածաշնչյան հատվածները ստանում են նոր եւ ավելի զորեղ իմաստ, քան երբ դրանք ընթերցվում են այլ համատեքստերում։ Դրանց նպատակն այնքան աստվածաշունչն ավելի լավ ճանաչելը չէ, ինչպես տանը կամ աստվածաշնչյան դպրոցում կարդալիս, որքան նրան ճանաչելը, ով ներկա է դառնում հացի բեկման ժամանակ, եւ լուսաբանելն այն խորհրդի մի առանձնահատուկ կողմը, որը պատրաստվում ենք ընդունել։ Սա գրեթե ծրագրային ձևով երևում է Էմմաուսի երկու աշակերտների դրվագում։ Հենց Սուրբ գրքի բացատրությունը լսելիս էր, որ աշակերտների սիրտը սկսեց հալվել, այնպես որ նրանք հետո կարողացան ճանաչել նրան հացի բեկման ժամանակ։ Հարուցյալ Հիսուսի այդ զրույցը եկեղեցու պատմության առաջին խոսքի պաշտամունքն էր։ Երկրորդ առանձնահատկությունը։ Պատարագի ժամանակ Աստվածաշնչի խոսքերն ու դրվագները ոչ թե պարզապես պատմվում են, այլ վերապրվում։ Հիշողությունը դառնում է իրականություն եւ ներկայություն։ Այն, ինչը որ տեղի է ունեցել այն ժամանակ, տեղի է ունենում այս ժամանակ, այսօր, ինչպես սիրում է արտահայտվել ծիսակարգը։ Մենք ոչ միայն խոսքի լսողներն ենք, այլ նաև դրա զրուցակիցներն ու դերակատարները։ Հենց մեզ է ուղղված այդ խոսքը, որ ներկա ենք այնտեղ։ Մենք կոչված ենք զբաղեցնելու հիշատակված կերպարների տեղը։ Մի քանի օրինակներ կօգնեն հասկանալ։ Երբեմն առաջին ընթերցման ժամանակ լսում ենք այն դրվագը, թե ինչպես է Աստված խոսում Մովսեսի հետ մորենու միջից։ Մենք պատարագի ժամանակ կանգնած ենք իրական անկեզ մորենու առաջ։ Մեկ այլ անգամ խոսվում է Եսայիի մասին, ով իր շուրթերին է ընդունում վառվող ածուխը, որը մաքրում է նրան առաքելության համար։ Մենք պատրաստվում ենք մեր շուրթերին ընդունել իսկական վառվող ածուխը, այն հուրը, որը Հիսուսը եկավ երկրի վրա տարածելու։ Եզեկիելին հրավիրում են ուտել մարգարեական պատգամների մագաղաթը։ Մենք պատրաստվում ենք ուտել նրան, ով ինքնին մարմնացած խոսքն է և կենաց հացը։ Այս ամենն ավելի հստակ է դառնում, երբ հին կտակարանից անցնում ենք նորին, ավետարանի ընթերցմանը։ Արյունահոսությամբ տառապող կինը վստահ էր, որ կբժշկվեր, եթե կարողանար դիպչել Հիսուսի զգեստի քղանցքին։ Ինչ ասենք մեր մասին, որ պատրաստվում ենք դիպչել շատ ավելին, քան նրա զգեստի քղանցքը։ Մի անգամ լսելով Զաքքեոսի մասին ավետարանական դրվագը, ապշեցի դրա արդիականությունից։ Ես էի Զաքքեոսը, ինձ էին ուղղված այդ խոսքերը, այսօր պետք է քո տանը մնամ։ Իմ մասին էր, որ կարող էին ասել մեղավոր մարդու մոտ գնաց օթևանելու։ Եվ հենց ինձ էր, որ հաղորդությունն ընդունելուց հետո Հիսուսն ասում էր. այսօր այս տան համար փրկություն եղավ։ Այսպես է ավետարանական յուրաքանչյուր դրվագի պարագայում։ Ինչպես կարող ենք պատարագի ժամանակ մեզ չնույնացնել այն անդամալույծի հետ, որին Հիսուսն ասում է. քո մեղքերը քեզ ներված են, և վեր կաց ու քայլիր։ Կամ Սիմեոն ծերունու հետ, որն իր գրկում սեղմում է մանուկ Հիսուսին, կամ Թովմասի հետ, որը դիպչում է նրա վերքերին։
Ընթացիկ ծիսական շրջանի սովորական ժամանակվա երկրորդ կիրակի ավետարանական հատվածում Հիսուսն ասում է չորացած ձեռքով մարդուն. «Ձեռքդ մեկնիր», նա մեկնեց և նրա ձեռքը բժշկվեց։ Մենք չորացած ձեռք չունենք, սակայն բոլորս էլ քիչ թե շատ ունենք կաթվածահար հոգի և չորացած սիրտ։ Հենց լսողին է Հիսուսն այդ պահին ասում. «Մեկնիր ձեռքդ, մեկնիր սիրտդ իմ առջև» այն մարդու հավատքով ու պատրաստակամությամբ։ Ծիսակարգի ժամանակ հռչակված Սուրբ Գիրքն առաջացնում է այնպիսի ներգործություններ, որոնք վեր են մարդկային ամեն բացատրությունից, այն խորհուրդների նման, որոնք իրականացնում են այն, ինչը որ նշանակում են։ Աստվածային ներշնչմամբ շարադրված գրքերն ունեն նաև բժշկելու զորություն։ Պատարագի ժամանակ ավետարանի ընթերցումից հետո ծիսակարգը ժամանակին հրավիրում էր սպասավորին համբուրել գիրքը ասելով. «Ավետարանի խոսքերը թող որ ջնջեն մեր մեղքերը»։ Եկեղեցու պատմության ընթացքում դարակազմիկ իրադարձություններ են տեղի ունեցել պատարագի ժամանակ աստվածաշնչյան ընթերցումները լսելու արդյունքում։ Մի օր մի երիտասարդ լսեց ավետարանական այն հատվածը, որտեղ Հիսուսն ասում է հարուստ պատանուն. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս, և արի իմ ետևից»։ Նա հասկացավ, որ այդ խոսքն ուղղված էր անձամբ իրեն, ուստի գնաց տուն, վաճառեց իր ողջ ունեցվածքը և առանձնացավ անապատում։ Նրա անունն էր Անտոն, ով դարձավ Անտոն Անապատականը, վանականության հիմնադիրը։ Շատ դարեր անց մեկ այլ երիտասարդ, նորադարձ, իր ընկերոջ հետ մտավ մի եկեղեցի։ Օրվա ավետարանում Հիսուսն ասում էր իր աշակերտներին. «Ճանապարհի համար ոչինչ մի վերցրեք, ոչ ցուպ, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, և երկուական հագուստ մի ունեցեք»։ Երիտասարդը շրջվեց դեպի իր ընկերն ու ասաց. «Լսեցի՞ր, սա այն է, ինչ Տերը կամենում է, որ մենք էլ անենք»։ Երիտասարդը Ֆրանցիսկոս Ասսիզացին էր և այդպես սկիզբ առավ ֆրանցիսկյան միաբանությունը։ Խոսքի պաշտամունքը այն լավագույն միջոցն է, որ ունենք ամեն անգամ պատարագը նոր ու գրավիչ ծիսակատարություն դարձնելու համար, խուսափելով միօրինակ կրկնության մեծ վտանգից, որը հատկապես երիտասարդներին ձանձրալի է թվում։ Որպեսզի սա իրականանա, մենք պետք է ավելի շատ ժամանակ և աղոթք ներդնենք քարոզի պատրաստության մեջ։ Հավատացյալները պետք է կարողանան հասկանալ, որ Աստծո խոսքը դիպչում է կյանքի իրական իրավիճակներին և միակն է, որ ունի պատասխաններ գոյության ամենալուրջ հարցերին։ Քարոզ պատրաստելու երկու եղանակ կա։ Մարդ կարող է նստել սեղանի շուրջ և թեման ընտրել, հիմնվելով սեփական փորձի ու գիտելիքների վրա։ Այնուհետև տեքստը պատրաստելուց հետո ծնկի գալ և խնդրել Աստծուն, որ Սուրբ Հոգին հեղի իր խոսքերի մեջ։ Սա լավ բան է, բայց մարգարեական եղանակ չէ։ Մարգարեական լինելու համար հարկավոր է հետևել հակառակ ուղուն, նախ ծնկի գալ և հարցնել Աստծուն, թե որն է այն խոսքը, որը նա կամենում է հնչեցնել իր ժողովրդի համար։ Արդարև Աստված յուրաքանչյուր առիթի համար ունի իր պատգամը և չի զլանում այն հայտնել իր սպասավորին, ով խոնարհությամբ ու համառությամբ հայցում է այն։ Սկզբում դա կարող է լինել սրտի սոսկ մի փոքրիկ շարժում, մտքում վառվող մի թույլ լույս, կամ Սուրբ Գրքի մի խոսք, որ գրավում է ուշադրությունը և լույս սփռում տվյալ իրավիճակի վրա։ Առերևույթ դա ընդամենը մի փոքրիկ սերմ է,
բայց իր մեջ պարունակում է այն ամենը, ինչի կարիքն այդ պահին ունի ժողովուրդը։ Միայն դրանից հետո մարդ կարող է նստել սեղանի շուրջ, բացել իր գրքերը, քննել նոթագրումները, հավաքել ու կարգավորել սեփական մտքերը, դիմել եկեղեցու հայրերին, վարդապետներին, երբեմն էլ բանաստեղծներին, սակայն այդժամ արդեն ոչ թե Աստծո խոսքն է ծառայում քո գիտելիքներին, այլ քո գիտելիքներն են ծառայում Աստծո խոսքին։ Միայն այս կերպ է խոսքը դրսևորում իր ներհատուկ զորությունը։ Սակայն հարկավոր է ավելացնել մի կարևոր հանգամանք. միայն Աստծո խոսքի հանդեպ ցուցաբերած ուշադրությունը բավարար չէ։ Դրա վրա պետք է իջնի զորություն ի վերուստ։ Ամենասուրբ հաղորդության մեջ Սուրբ Հոգու ներգործությունը սահմանափակված չէ միայն սրբագործման պահով կամ դրանից առաջ արտասանվող վերակոչման աղոթքով։ Նրա ներկայությունը նույնքան անհրաժեշտ է խոսքի պաշտամունքի համար և, ինչպես կտեսնենք իր ժամանակին, նաև հաղորդության պահի համար։ Սուրբ Հոգին եկեղեցու մեջ շարունակում է հարուցյալի գործը, ով զատկից հետո բացեց աշակերտների միտքը, որպեսզի հասկանան գրքերը։ Սուրբ Գիրքը, ինչպես ասվում է Վատիկանյան II տիեզերաժողովի Աստծո խոսքը սահմանադրության մեջ, պետք է ընթերցվի և մեկնաբանվի նույն այն Հոգու օգնությամբ, որի միջոցով գրվել է։ Խոսքի պաշտամունքի ժամանակ Սուրբ Հոգու ներգործությունն իրականանում է հոգևոր օծման միջոցով, որը ներկա է թե խոսողի և թե լսողի մեջ։ Տիրոջ Հոգին իմ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ուղարկեց ինձ մի ուրախ լուր տանելու աղքատներին։ Հիսուսն այս կերպ մատնանշեց, թե որտեղից է քարոզվող խոսքն իր ուժը քաղում։ Սխալ կլիներ հույսը դնել միայն սրբազան օծման վրա, որը մենք մեկընդմիշտ ստացել ենք քահանայական կամ եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ։ Այն մեզ լիազորում է կատարել որոշակի սրբազան գործողություններ, ինչպիսիք են առաջնորդելը, քարոզելը և խորհուրդներ մատակարարելը։ Այն մեզ տալիս է, այսպես ասած, այդ բաներն անելու իրավունքը, բայց ոչ անպայմանորեն այն իշխանությունը, որն ամբոխները զգում էին, երբ Հիսուսն էր խոսում։ Այն ապահովում է առաքելական հաջորդականությունը, բայց ոչ անպայմանորեն առաքելական հաջողությունը։ Բայց եթե օծումը տրվում է Հոգու ներկայությամբ և նրա պարգևն է, ինչ կարող ենք մենք անել այն ունենալու համար։ Նախ և առաջ պետք է ելնենք մի հաստատուն գիտակցումից։ Մենք ստացել ենք Սրբի օծությունը, հավաստիացնում է մեզ Հովհաննես առաքյալը։ Այսինքն, մկրտության և դրոշմի շնորհիվ, իսկ ոմանց համար նաև ձեռնադրության շնորհիվ, մենք արդեն իսկ ունենք այդ օծումը։ Ավելին, ընդհանրական եկեղեցու վարդապետության համաձայն, այն մեր հոգու վրա դրոշմել է մի անջնջելի կնիկ։ Աստված ինքն է, գրում է Պողոս առաքյալը, որ օծեց մեզ, կնքեց մեզ և Հոգու գրավականը տվեց մեր սրտերին։ Սակայն այս օծումը նման է սրվակի մեջ փակված անուշահոտ յուղի, այն մնում է անշարժ և ոչ մի բուրմունք չի արձակում, եթե սրվակը չի կոտրվում և չի բացվում։ Այդպես եղավ ալաբաստրե շշի հետ, որը կոտրեց ավետարանական կինը և դրա բուրմունքը լցրեց ողջ տունը։ Ահա թե որտեղ է մեր անելիքը օծման հարցում։ Այն մեզնից չի կախված, բայց մեզնից է կախված հեռացնել այն արգելքները, որոնք խոչընդոտում են դրա տարածմանը։ Դժվար չէ հասկանալ, թե ինչ է նշանակում մեր համար կոտրել ալաբաստրե շիշը։
Այդ շիշը մեր մարդկային բնությունն է, մեր եսը, երբեմն էլ մեր չոր մտավորականությունը, ինտելեկտուալիզմը։ Կոտրել այն նշանակում է հանձնվել Աստծուն և դիմադրել աշխարհին։ Բարեբախտաբար ամեն ինչ չէ, որ թողնված է մեր ճգնողական ջանքերին։ Այս պարագայում շատ բան կարող են անել հավատքը, աղոթքը և խոնարհ աղերսանքը։ Ուստի նախքան քարոզին կամ արքայությանն ուղղված որևէ կարևոր գործի ձեռնամուխ լինելը, հարկավոր է խնդրել այդ օծումը։ Մինչ պատրաստվում ենք ավետարանի ընթերցմանը և քարոզին, ծիսակարգը մեզ մղում է խնդրելու Տիրոջը, որ մաքրի մեր սիրտն ու շուրթերը, որպեսզի կարողանանք արժանավայել կերպով ավետել ավետարանը։ Ինչու երբեմն չասել կամ գոնե մտքում չխորել. «Օծիր իմ սիրտն ու միտքը, ամենակալ Աստված, որպեսզի կարողանամ հոգու քաղցրությամբ ու զորությամբ հռչակել քո խոսքը»։ Օծումն անհրաժեշտ է ոչ միայն քարոզիչներին խոսքն արդյունավետորեն հռչակելու համար, այլ նաև լսողներին այն ընդունելու համար։ Հովհաննես ավետարանիչն իր համայնքին գրում էր. «Դուք ստացել եք Սրբի օծությունը և բոլորդ էլ ունեք ճանաչողությունը։ Օծությունը, որ նրանից ստացել եք, մնում է ձեր մեջ, և դուք կարիք չունեք, որ ինչ-որ մեկն ուսուցանի ձեզ»։ Սա չի նշանակում, թե արտաքին ամեն տեսակ ուսուցում անօգուտ է, այլ որ այն միայնակ քիչ բանի է ծառայում։ Ներքին վարդապետն է, մեկնաբանում է Սուրբ Օգոստինոսը, որ իսկապես ուսուցանում է։ Քրիստոսն է իր ներշնչանքով, որ ուսուցանում է։ Երբ պակասում է նրա օծումը, արտաքին խոսքերը սոսկ անօգուտ աղմուկ են։ Հուսանք, որ այսօր ևս Քրիստոսը մեզ ուսուցանեց իր ներքին ներշնչանքով, և իմ խոսքը չեղավ սոսկ անօգուտ աղմուկ։ Nel nome del Padre, del Figlio e dello Spirito Santo.